Դե ինչպես ասում ենք, իմ հալալ զուլալ աշխատած գումարներով YouTube-յան ալիքից գնում եմ այս ոսկյա շղթան, այնուհետև այն պետք է տանեմ օրհնելու, աղոթելու եւ մշտապես պետք է լինի ինձ վրա։ Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես եւ խոստացել եք, քանի որ հարցերը շատ են, YouTube-յան ալիքի հետ կապված, ընդհանրապես Google համակարգը, YouTube-ը ինչ է, ինչպես գրանցվել, ինչպես հավաքել հետևորդներ, ինչպես ունենալ շատ դիտումներ, այնուհետև ըստ այս ամենի, ինչպես գումար վաստակել, կարճ ասած հարցերը շատ են, հիմա կփորձեմ պատասխանել այն ամեն հարցերին, ինչի մեջ կամ փորձը կա, փորձը գիտեմ, քանի որ Google համակարգը, YouTube-ը անընդհատ ավելացնում, նորացնում է, թարմացնում է նորություններ։ Իսկ իմ ձեռքում ինչ փաստաթուղթ է, ինչ է մի փոքր ուշ կխոսենք այս մասին։ Գնացինք առաջ։ Եվ այսպես, սիրելի հետևորդներ, ինչպես գիտենք այսօր այս համացանցային աշխարհում ինչպես կարող ենք ասել, շատ տարբեր կայքեր կան, այնպիսիք նաև որոնց անվանումները անգամ չգիտեմ ու շատերս չգիտեն, հիմնականում այս պահի դրությամբ ինչ ենք տեսնում, ինչ ունենք։ Facebook, TikTok, YouTube-ը, որը պատկանում է Google համակարգին, Telegram, Instagram, Messenger, Twitter, չգիտեմ, այսպես խառը տարբերակներ, որոնցից շատերի անվանումները չգիտեմ, բայց այս ամենը թողնենք մի կողմ, անցնենք առաջ։ Յուրաքանչյուր հարթակ ունի իր լավ, վատ կողմերը, ովքեր որն են գնահատում, որն են առավել դասում, ինչ որ իրենց դուր է գալիս, շատ են օգտվում, սիրում են այն, բայց ես կհայտնեմ իմ կարծիքը, այս պահի դրությամբ ինձ համար առաջատարն է ամենակարևոր ալիքը, որը կշեշտեմ, այո, հենց YouTube-ն է։ Ինչի համար ես հիմա այն մի փոքր կբացատրեմ եւ կմանրամասնեմ։ Քանի որ վերջերս հետևորդներից ինձ հարց էին տվել Կարինե Քուրի, ինչպես ասում են, մեծամասնությունը շատերը, անգամ այնտեղ մեկնաբանությունների գրելու ժամանակ պատասխանում եմ հարցին։ Հարցը այսպեսին էր. ինչպես գրանցվենք, երբ կարող ենք մտնել եթեր, այսինքն ինչ քանակի գրանցվածների հետևորդների շրջանակներում, ինչքան դիտումներ պետք է հավաքենք։ Շատերը գիտեմ, որ արդեն բավականին կարողանում եմ դիտումների շնորհիվ նաև գումար վաստակել, հետաքրքրում է ինչպես է դա, ինչպես գումար վաստակել, այնպես չէ, եթե դուք հենց գրանցվեք YouTube-ում, ուղղակի հենց այնպես գումարներ են գալու։ Այն բավականին դժվար է, բայց շատ հաճելի։ Եկեք սկզբնական առաջին կետից սկսենք, բացատրեմ, ես այս պահին խոսեմ միայն YouTube-ի մասին, իսկ մնացած ուղղությունների ալիքների հետ կապված ուղղակի մի փոքր կշեշտեմ։ Ինչ է YouTube-յան ալիքը։ Իմ YouTube-յան ալիքի տարբերակում ես այն առաջի անգամ, ինչպես ասում են, բացել եմ կամ գրանցվել եմ, ստեղծել եմ իմ ալիքը 2015 թվականին։ Այսինքն ստացվում է այս պահին այն 10 տարեկան է։ Սկզբնական շրջանում կարելի ասել այնքան էլ լուրջ չէի զբաղվում։ Տեղադրում էի իմ աշխատանքները, մասնագիտական, այնտեղ կան շատ հին տեսանյութեր, իմ գործերից, իմ գործուղումներից Անապա քաղաքում, Հայաստանից դուրս Մոսկվա քաղաքում կան որոշակի տեսանյութեր, պարզապես չէի վերաբերվում լուրջ, քանի որ զբաղվածությունս չափից շատ էր, մեծամասամբ հենց երկրում չէի լինում ես, ինչպես ասում են, ֆիզիկապես հասցնել անհնար էր եւ շատ խորը չէի ուսումնասիրել YouTube-ի հնարավորությունները, վատ կողմերը, լավ կողմերը, այո, YouTube-ը ունի եւ լավ եւ վատ կողմեր, որոնք են դրանք, ես նույնպես այդ մասին կմանրամասնեմ։ Այնուհետև մի քանի տարի անց, կարելի ասել 5 տարի հետո նորից կրկին ես էլ ավելի նոր ուժերով, ավելի մտածված, ավելի տրամադրված, կարելի ասել կենտրոնացա YouTube-յան ալիքի վրա։ Եկեք ամենասկզբից մանրամասները ներկայացնեմ, ովքեր ցանկանում են ստեղծել, ունենալ YouTube-յան իրենց ալիքը, այո, շատ ճիշտ կանեք, շատ խելացի քայլ է, բայց պետք է հասկանաք սկզբնական մանրուքները, դժվարությունները, լավ կողմերը, վատ կողմերը եւ հասկանաք, եթե ինչպես խոսակցականով ասում են, տեր եք կանգնելու ձեր բացած ալիքին, աշխատանք եք տանելու, ուրեմն կարող եք սկսել։ Եթե ոչ, պարզապես կստեղծեք, հետո կամ կառնեք, հետո դժվարություններ, ինչպես ասում են, ալարել, եթե ալարեցիք, ոչ մի բան առաջ չի գնա։ Եվ այսպես, YouTube-յան ալիքի առաջնային հնարավորությունները։ Հա, իմիջիայլոց կներկայացնեմ այն ամենը, ինչից տեղյակ եմ, փորձված եմ, այսինքն արդեն գիտեմ, ես իրեն մեջ եմ, ինչպես ասում ենք, եւ կարող եմ ներկայացնել այն, ինչը այս պահի դրությամբ փաստացի փորձը ես ունեմ։ Կան նորություններ, կան բաներ, որոնք չեմ իմանա։ Հետո կտեղեկանամ կրկին կներկայացնեմ ձեզ, բայց ամենակարևորները հիմա ամենահիմնական գլխավոր կետերն են։ YouTube-յան ալիքի բացելու համար պարզապես Google համակարգը ձեզանից ուզում է ակաունտ։ Ինչ է ակաունտը։ Այնտեղ պարզապես ձեզ տալիս է արագ բացելու հնարավորությունը, ոչ մի դժվարություն չկա։ Ակաունտը, այսինքն տվյալները հասցեին, որ Google-ում ունենալուց հետո դուք այդ ակաունտի հիման վրա բացում եք արդեն YouTube-յան ալիքը։ Դժվարություն բացարձակ չկա, տալիս է, որպեսզի դուք
ստեղծեք ձեր անուն, ազգանունը, անպայման այնտեղ մեյլ ձեր հասցրել, ինչպես ասում ենք պոչտան, լոգին, պարոլ, այսինքն գաղտնաբառեր եւ այլն, ինչը որ տալիս է, ինչպես որ էջ եք բացում, շատ հանգիստ կարող եք այն ինքներդ ստեղծել եւ ունենալ ձերը։ Ցանկության դեպքում կարող եք տեղադրել ձեր նկարը կամ ոչ։ Այ այստեղ Google համակարգից մի բան ինձ դուր չի գալիս, քիչ-քիչ աստիճանաբար կասեմ, որտեղ թույլ է տալիս ցանկալի քանակի բացել ակաունտներով շատ էջեր։ Անսահմանափակ էջեր, ինչի համար դուր չի գալիս, քանի որ այս տարբերակում շատ կեղծ, ինչպես ասում ենք, fake, արհեստական էջեր անընդհատ կարող են բացել, կեղծ էջեր բացել, գալ փորձել վատ բան ասել, վատ մեկնաբանություններ, ինչպես ասում են, գաղտնի մնալ, որպեսզի չպատժվեն, այսինքն կարող են շատ էջեր բացել։ Մի փոքր հետևողականությունը թույլ է, այստեղ կարելի ասել։ Եվ այսպես ձեր ակաունտ ունենալուց հետո Google-ում, ինչպես ասացի, բացում եք արդեն ձեր YouTube-յան ալիքը, այնտեղ բոլոր տվյալները տալիս են, անուն, ազգանուն, ցանկանալ կարող տեղադրել նկար, իրական անուն են տեղադրում, եթե ոչ, սա ձեր ցանկությունն է։ Եվ այդ ամենի ներքո կարող եք գրել տեղեկություն, տեղեկացնել, ինչի համար է բացված այն, ինչ եք ուզում անել, ինչ եք ներկայացնում, ինչի մասին է ձեր ալիքը, այսպես շարունակ, այնտեղ շատ բարձ հստակ տալիս է ձեզ։ Ինչն է ամենակարևորը YouTube ալիքում։ Եթե դուք ցանկանում եք արդեն աստիճանաբար անցնել այն սահմանը, որտեղ կարողանաք գումար վաստակել, աշխատել, այո, այն իրական է, ռեալ է։ Յուրաքանչյուր ամսվա 21-ից 26-ը գումարները փոխանցվում են ձեր հաշվի համարի վրա, բայց մինչև այստեղ հասնելը բավականին խոսելիք եւ ասելիք կա։ Այս դեպքում դուք պետք է ունենաք պարտադիր 1000 հետևորդ։ Հիշեք, պարտադիր 1000 հետևորդ։ Իսկ եթե 1000-ից առավել, բնականաբար շատ լավ, ել ավելի լավ։ Եվ ունենաք պարտադիր 4000 ժամ դիտում։ Տեսեք, այնտեղ կարևոր չէ ինչ քանակի տեսանյութեր ունենաք, միգուցե շատ երկար տեսանյութեր, շատ կարճ, փոքրիկ շորտ տարբերակներ, ինչպես նշվում է այնտեղ, բայց միևնույն է, ամբողջ դիտումները միասին պետք է ունենաք 4000 ժամ, այսինքն ռեալ մարդիկ նստել են եւ 4000 ժամ դիտել են ձեր տեսանյութերը։ Սա կարևոր առաջնային սահմանն է, 1000 գրանցում, այսինքն 1000 հետևորդ եւ 4000 ժամ դիտում, որից հետո կարող եք տալ դիմում եւ ներկայանալ, որը կոչվում է AdSense ծրագիր, ինչի մասն է խոսքը, մի փոքր ուշ կասեմ, որ հասկանալի լինի, շատ դժվարությամբ եմ ես այն կարողացել կատարել, բայց որ փորձեք կստացվի, հարկ լինի, ես էլ ձեզ կօգնեմ, ոչ մի խնդիր չկա, եւ դիմումի հիման վրա ձեզ գալիս է ծրարով այս փաստաթուղթը, արդեն սովորական պոչտայով ստանում եք որտեղ կան կոդեր, լավ, դեռ շուտ է, թողնեմ մի փոքր ուշ ես մասին կասեմ, հիմա տեսեք, ունեցաք 1000 հետևորդ եւ 4000 ժամ դիտում։ Հա, իմիջիայլոց, մինչ 1000 հետևորդը ես տեղեկացել եմ, այդքան հետաքրքրված չէի, ոնց որ թե 50 հետևորդից հետո թույլ է տալիս, որ դուք կարողանաք ուղիղ եթեր մտնել։ Իսկ իրականում ուղիղ եթերները ձեզ բերում են հետևորդներ։ Իհարկե եթեր ինչի մասին է, ինչից եք խոսում, ինչքան ճիշտ եք ներկայանում, աշխատանքային է, գործնական է, ուսումնական է, թե անգամ անձնական է ձեր տեսակը, հումորը, ձեր մարդկային կերպարը եւ այսպես շարունակ։ Բնականաբար ուղիղ եթերներից ձեր մոտ գրանցումները ել ավելի շատանում են եւ այստեղ էլ շատ մանրուքներ կան։ Եվ այսպես, սկզբնական կետը 1000 հետևորդ, ինչպես ասացի, 4000 ժամ դիտում, որից հետո այս փաստաթղթի մասին գումար աշխատելու հետ կապված։ Հիմա մի քանի կարևոր բաներ կան, շեշտեմ, անցնենք առաջ։ Տեսեք, դուք կարող եք վերցնել ձեր ալիքը ինչի մասն եք ցանկանում որ լինի։ Ինքներդ կարող եք ընտրել հիմնականում մեկ ուղղություն, մասնագիտական, ուսումնական, կլինի իրավաբանություն, թե կլինի հավատքի հետ կապված, կլինի խոհանոցային ինչ-որ մի բան, կլինի բժշկություն եւ այսպես բազմավորորդ կարող եք լինել, շատ որոշեք ինչ ուղի եք դուք վերցնում։ Եվ կարող է լինել, այո, բազմաշնորհ, բազմաուղի, ինչպես կարելի ասել, հենց իմ ալիքն է։ Ինչի համար այն շատերը շեշտում, որ պետք է վերցնեք մեկ ուղի։ Թվում է, թե դա լավ է, շատ լավ է, խորհուրդ տալիս են այդպես, բայց ես երկար վերլուծելուց հասկանալուց հետո ոչ, մեկ ուղին ճիշտ չէ։ Այսինքն լավ է այնքանով, եթե մարդիկ որոնում են կոնկրետ մասնագիտություն է հետաքրքրում, եթե դուք վերցրել եք, բացել եք ձեր YouTube-յան ալիքը կոնկրետ մասնագիտության, բնականաբար, ասենք թե այն նկարչություն քանդակագործությունն է, այսպես վերցնենք, ուրեմն մարդիկ կորոնեն, կգտնեն այդ ոլորտը եւ անընդհատ կբերի ձեր ալիքը, ձեր էջը եւ կունենա ուղղվածություն։ Այդ ոլորտում այդ ուղղվածությամբ հետաքրքրված մարդիկ միայն կմտնեն ձեր էջ, կլինի դիտումներ։ Այսինքն դա էլ վատ չէ, ինքը կարող է շատ լավ առաջ գնալ կոնկրետ ուղղվածության մասնագիտությամբ, բայց եթե լինի խառը բազմաբնույթ, բնականաբար տարբեր հետաքրքրությունների համար կմտնեն մարդիկ ձեր ալիք, իսկ շատերը կան, կարող եմ նաև անուններ շեշտել, որ ալիքներ են ում մասին է խոսքը, որտեղ պարզապես ընտանեկան, առօրյական, ոչ մի կոնկրետ ուսուցողական ոչինչ չկա, պարզապես իրենց կյանքը, իրենց տեսակը, իրենց տարբերակն են ներկայացնում, որ իմիջայլոց ասեն չափից շատ դիտումներ են ունենում
քան մասնագիտականները, աշխատանքային, ուսումնական, մարդկային տեսակն է այդպես։ Բոլորին հետաքրքրում է մարդկանց անձնական կյանքը ավելի շատ, քան աշխատանքները եւ մասնագիտությունները։ Այ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ ընտանիք, կին, անունը չեմ շեշտում, որևէ խնդիր չկա, բայց երևի շատերը տեսել եք, թե ինչքան շատ դիտումներ ունի։ Պարզապես ամեն օր բավականին երկար ժամանակահատվածով նկարահանում են ամուսին, կին, ինչ կերան, ինչ պատրաստեցին դրսում, ինչ գործ արեցին բակում, երեխաներին ճանապարհեցին, դպրոց, աշխատանքի բակում գործ արեցին, գնացին առևտրի, գնումներ կատարելու, այսպես շարունակ։ Եվ պարզապես միայն այս հիմքով ընտանեկան այս իրավիճակով հավաքում են շատ դիտումներ։ Հետաքրքիր է, կարող է լինել նաև այդպես։ Եվ ինձ մոտ էլ ինչու՞ չէ։ Իմ YouTube-յան ալիքում այնտեղ playlist բաժնում, ինչ է playlist-ը, այդ էլ կմանրամասնեմ, կան բազմաթիվ հետաքրքիր մասնագիտական ուսումնական խմբեր խմբավորած են, բայց միևնույն է, անձնականը, քո տեսակը, քո կերպարը մարդկանց էլ ավելի շատ է հետաքրքրում, քան այդ մասնագիտությունները։ Ինչի համար է այդպես, իմ տարբերակում բնականաբար ես ակտիվ, ուրախ, կարելի ասել զանազան մարդ եմ, այդպես եղել եմ կամ ու կլինեմ եւ մարդկանց շատ հետաքրքրում է, դա էլ լավ է, շատ լավ է, այո, դիտումները շատ են բերում։ Իսկ ինձ մոտ ունեմ նաև մասնագիտական, այնտեղ ամենաշատ դիտումը խնձորի քացախի պատրաստել է 18 թե 20,000 դիտում, չգիտեմ, երևի թե էլ ավելի շատ, մի փոքր քիչ եմ ասում, եւ այսպես մասնագիտական լուսաբուժությունից, միստիկայից բավականին շատ դիտումներ ունեմ, այսինքն դրանք զուտ մասնագիտական, բայց իրականում անձնականը շատ է հետաքրքրում մարդկանց։ Որոշեք ինչպես եք ընտրելու ձեր ալիքը։ Ինչ է նշանակում playlist-ը, քիչ առաջ ասացի, playlist կարելի ասել խմբեր, խմբավորած, որտեղ կարող եք դուք նշել բաժիններ, ձեր նկարահանած տեսանյութը ինչի մասին է եւ տեղադրեք այդ բաժնում։ Այսինքն ինձ մոտ կա բարձրահարդարման, հագուստի մոդելավորում, ճիշտ հագնելու արվեստ ոճաբանություն, այնտեղ բուսաբուժություն, միստիկական բաժին, խոհարարության տորթերի եւ այսպես շարունակ։ Այսինքն այնտեղ խմբավորած է playlist-ը, դուք կարող եք տեղադրել ձեր բաժինները, մարդկանց ինչ հետաքրքրում է, այնտեղ կարող են դիտել ձեր տեսանյութերը։ Ասենք տեսանյութերի մասին։ Ես քանի որ սկզբում չգիտեի ինչ է, ինչպես եւ իրականում չէի հավատում, որ իրական է գումար վաստակել YouTube-յան ալիքով, դրա համար պարզապես ինչ ստացվում էր, նկարահանում էի, քանի րոպե տևողությամբ կլինեն, ուղղակի տեղադրում էի, որ էջում ունենայի որևէ տեսանյութ ակտիվ լինի, մարդիկ գրանցվեն, բայց ոչինչից տեղյակ չէի։ Առավել խոր ուսումնասիրելուց հետո հասկացա բավականին շատ գաղտնիքներ, եւ որոնցից են դրանք, ես այն տալիս եմ ձեզ։ Հիշեք, տեսանյութերը ինչ էլ որ կնկարահանեք, պետք է չլինեն 20 րոպեից քիչ։ Այս դեպքում նույնպես կլինեն դիտումներ, գումար վաստակելու դեպքում էլ այո կլինեն, բայց բավականին քիչ։ Ձեր տեսանյութերը պետք է լինեն 20 րոպե եւ ավելին։ Իհարկե այնպես, որ ձանձրի չլինի, մարդիկ կարողանան դիտել, հետաքրքիր լինի իրենց, բայց նվազագույնը 20 րոպե պլյուս, այսինքն մինչև 1 ժամ կարող է եւ ավելի երկար հետաքրքիր տեսանյութեր, որտեղ հստակ կարող եք աշխատել գումարներ։ Հիմա ես կխոսեմ գումար աշխատելու տարբերակների մասին նույնպես, նաև կան կարճ շորտ տարբերակներ, հիմա ոնց որ թե արդեն 1 րոպեից ավել է թույլ տալիս, ինչ է շորտը, ինքը արագ տեսանյութեր է, որից դիտումները ինքնըստինքյան էլ ավելի շատ է լինում, քանի որ YouTube-ը, Google համակարգը վերցնում է ձեր տեսանյութը եւ այն պտտում է, միայն ձեր հետևորդները չեն դիտում, այն տանում է, տարածում է ընդհանուր Google համակարգում, YouTube-ում եւ շատ անծանոթ անգամ այլ ազգի մարդիկ կարողանում են դա դիտել։ Նույնը նաև տեսանյութերի մասն է խոսքը։ YouTube-ը վերցնում է ձեր տեսանյութը, եթե այն հետաքրքիր է, մի փոքր դիտումը առաջ է ընկնում, եւ YouTube-ը մտածված ձեզ օգնում է ձեր տեսանյութերը բարձրացնել շատ մեծ դիտումների, որտեղ նորից շեշտում եմ, միայն ձեզ գրանցված հետևորդները չէ որ դիտում են։ Կարելի ասել ամբողջ աշխարհը հնարավոր է դիտել եւ ձեր տեսանյութի դիտումները հասնեն անգամ միլիոնների։ Այո, այդպես կա, չզարմանաք։ Քանի որ ասելիքը չափից շատ է, ամենակարևոր գլխավորների մասին ես ձեզ հետ կխոսեմ։ Այսպես, YouTube-ի վատ կողմերից եկեք խոսենք։ Ինչ է կատարվում YouTube-ում։ Google համակարգը ունի իր հատուկ ծրագիրը, որտեղ առաջարկում է ձեզ երաժշտություններ, ձեր տեսանյութերը հավաքելուց հետո կարող եք այն թողնել պարզապես լուր, միայն ձեր խոսքը, շարժը, ոչ մի երաժշտություն, իսկ երաժշտության դեպքում միայն առաջարկում է իր տարբերակը, իր մոտից պետք է ընտրել այն երաժշտությունները, որը կառաջարկի ձեզ տեղադրել ձեր տեսանյութերի վրա, իսկ եթե դուք վերցնեք պարզապես բոլոր տարածած գեղեցիկ երաժշտություններ, երգեր, ինչը այսօր մենք լսում ենք բոլորս, տեղադրեք ձեր տեսանյութին եւ արդեն անցկացնեք ձեր YouTube ալիք, անպայման կտեսնեք, որ այն արգելափակված է։ Իսկ ինչ է այն մոնետիզացիա, բացատրեմ ինչ է մոնետիզացիան։ Մինչ այդ նորից մի երկու բառով խոսեմ ես։ Ինչպես գիտենք, այսօր հազարավոր մարդիկ, հազարավոր չէ, այլ ավելի շատ մարդիկ YouTube համակարգով, Google-ով աշխատում են շատ մեծ գումարներ։ Օրական տարբերակով, ամսական կտրվածքով մի քանի հազար դոլարներ եւ ավելին։ Եթե դուք գրեք Google-ում, ցույց կտա այնտեղ կներկայացնի ձեզ ամենաշատ գումար աշխատող մարդիկ աշխարհում եւ ինչպես այն կարող է լինել։ Մարդը կարող է
Ամեն օրը մի քանի անգամ մոնտաժել, կտրել, նկարահանել, տեսանյութեր տեղադրել, այդքան դիտումներ չկարողանա ունենալ, բայց կարող է լինի մեկը, այնպիսի տեսանյութ, այնպիսի հետարքի ժողովրդի մոտ իրարանցում առաջացնող տեսանյութ կարողանա տրամադրել, որ ամսվա մեջ 1 կամ 2 անգամ, բայց այնքան հետարքիր է, այնքան է տարածվում, դիտումները այնքան են շատանում, որի շնորհիվ մարդը կարող է էլ ոչինչ չանել, չնայած երբեք չի կարելի էլ ոչինչ չանել YouTube-յան հարթակում, YouTube-ը դա զգում է եւ այն ձեր edge-ը կպասիվացնի, ինչպես ասում են, եւ այսպես 1-2 տեսանյութերից դիտումները հասնեն միլիոնավոր, դա լինում է ուղղակի կարելի ասել բացառիկ տեսանյութեր են, մարդկանց համար շատ հետաքրքիր ինչ-որ երևույթներ, իրադարձություններ, բայց իրականում ձեր edge-ը, ձեր ալիքը ակտիվ պահելու համար դուք պետք է կարողանաք օրական գոնե 1 տեսանյութ, իսկ եթե կարող եք 2-ը եւ 3-ը, դա պարտադիր է, որովհետեւ ձեր edge-ը, ձեր ալիքը լինի ակտիվ, քանի որ նորից շեշտում եմ YouTube-ը, Google համակարգը այն զգում է, ձեր պասիվությունից սկսում է ձեր edge-ը հենց ինքը պասիվացնել, այսինքն ինչպես ասում են, չի վերցնում տեսանյութերը, չի պտտում, չի առաջարկում այլ նոր մարդկանց, կրկին շեշտեմ, հիշեցնեմ, տեսանյութերը տեղադրելիս հիշեք, երաժշտությունները ընտրեք այնպես, հիմնականում կարելի է ասել, այո, հենց Google համակարգի առաջարկած երաժշտությունները, որ ձեր edge-երը չարգելափակվեն, այսինքն տեսանյութը կարող է մնալ, տեսանյութը չարգելափակվել, բայց չէ, իրականում վերջին իմ edge-ում 3.5 ժամ տևողությամբ հարսանեկան մեր արարողության տեսանյութը ամբողջովին արգելափակել է, քանի որ ծայրից ծայր մեր հայկական երաժշտություններն են, կան նաև արտասահմանյան, պարում ենք, ուրախանում ենք, ամբողջ տեսանյութն է փակել դուրս բերել, ես պետք է բողոքարկեմ, սա էլ շատ դժվար process է, գործընթաց է, ինչպես ասում են, իսկ դա ինչպես է արվում, մի փոքր դժվարություններ կան, դա առանձին կխոսեմ, այսօր չի բավականացնի, քանի որ այնտեղ բոլոր անգամ էլ հայկական երաժշտությունները ամբողջը հեղինակավորված են, միացված են մոնետիզացիաներ, այսինքն ինչ է նշանակում դա։ Տեսեք, քիչ առաջ ասացի, չէ, այսօր YouTube համակարգով շատ մեծ գումարներ են կարողանում վաստակել։ Այո, անգամ մեր հայկական իրականության մեջ բոլոր հարսանեկան երաժշտությունները, մեղեդիները, երգերը, պարերը, մեր ճանաչված երգիչները, ինչպես որ ասում են, լավ գիտակցելով, հասկանալով, բոլորը իրենց երաժշտությունները, երգերը տեղադրելուց հետո հեղինակային իրավունք են առաջացրել, այնտեղ օրինական տարբերակով միացրել են մոնետիզացիա, որպեսզի մեր տեսանյութերում հնչած իրենց երաժշտությունները, ինչ որ մենք մեր սիրով տեղադրում ենք, կամ արգելափակվեն, քանի որ հեղինակային իրավունքը իրենց է, կամ պետք է համաձայնեցնենք իրենց հետ, կամ այդ աշխատած մեր գումարը այդ տեսանյութից փոխանցվում է իրենց, ոչ թե մեզ, թեկուզ մեզ են դիտում, բայց իրենց երաժշտությունն է մեր տեսանյութում, տեսեք ինչքան հետաքրքիր, տարօրինակ, ինչպես ասում ենք, խորամանկ, փողային թեմաներ կան, այստեղ կարելի է ասել, այստեղ են խորամանկ բոլորը, դրա համար հիշեք, բոլոր ճանաչված, տարածված երգերաշտությունները հնարավոր չէ, որ չունենան հեղինակային իրավունք։ Ընտրեք, կազմակերպեք ինքներդ որևէ երաժշտություն կամ կարողանաք ստեղծել երաժշտություն։ Այո, կա ծրագիր, որ ինքդ կարողանում ես երաժշտություն ստեղծել։ Ես հիմա արդեն ունեմ այդ ծրագիրը, ես ինքս շատ գեղեցիկ երաժշտություններ կստեղծագործեմ եւ կտեղադրեմ, որը լինի առաջինը իմը։ Եվ այո, ինչու՞ չէ, կմիացնեմ ինքս մոնետիզացիան, հեղինակային իրավունքը, որտեղ իմ ստեղծած երաժշտությունը ում որ դուր կգա, որ կտեղադրի իր էջին, ես կարող եմ մեկ ուրիշի տեսանյութերի դիտումներից ինքս գումար վաստակել։ Այստեղ գումար վաստակելու այս մեթոդները YouTube-յան ալիքում այնքան շատ են, այդքանը խոսել այսօր չի լինի։ Ճիշտ ասած, մնացածներ աստիճանաբար են ծանոթանում։ Հիմա ամենակարևորից ի սկզբանե պետք է խոսեի, այնտեղ հետևորդների քանակի, դիտումների քանակի հետ կապված, որպեսզի կարողանաք միացնել արդեն մոնետիզացիա, ես նորից կշեշտեմ ինչ է մոնետիզացիան առավել մանրամասն, որպեսզի գումար կարողանաք վաստակեք, կարևոր մի պահ կա։ Տեսեք, շատ մարդիկ կան ունեն շատ հետևորդներ, ոչ թե 1000, այլ 10000, 15, 20, 50, 100,000, բայց չունեն այդքան շատ դիտումներ, այն թույլ է, այսինքն ստացվել է մի բան, կարողացել են հավաքել շատ հետևորդներ, բայց իրենց edge-ը պասիվ է, հաճախակի տեսանյութեր չեն տեղադրում կամ եղավ տեսանյութերը մարդկանց այնքան էլ հետաքրքիր չեն, այս դեպքում նույնպես չեք կարողանալ գումար վաստակել։ Նույնի հակառակը, YouTube-յան համակարգը ձեզանից պահանջում է ընդամենը ունենալ առաջնային 1000 հետևորդը։ Կան ալիքներ, որտեղ 1000 կամ 2000 հետևորդ ունեցողը ավելի շատ գումար է վաստակում, քան ավելի շատ հետևորդներ ունեցողները։ Ինչի համար, քանի որ կարևորը դիտումներն են։ Կարող է ունենալ 1000-ից մի փոքր ավել հետևորդներ, բայց ձեր դիտումներն ունեն չափից շատ։ YouTube-ը վճարում է ձեզ հենց դիտումների համար։ Ինձ թվում է հիմնականը կարևորը ասված է։ Հիմա անցնենք ինչ է մոնետիզացիա։ Մոնետիզացիա պետք է միացնել։ Ինչպես միացնել։ Նորից եմ շեշտում, այս մի տեսանյութում փորձում եմ կարճ, հակիրճ, հասկանալի ներկայացնել ձեզ, բայց առավել մանրամասն դեռ կա, որ շատ բան կա ասելու, այստեղ կարելի ասել շատ չնչին եմ ձեզ ներկայացնում։ Երբ որ ձեր 1000 հետևորդը եւ 4000 ժամ դիտումը արդեն դուք ունենում եք, պետք է կարողանաք միացնել մոնետիզացիա։ Իսկ մոնետիզացիան, այսինքն հենց այդ դիտումները հաշվող, հաշվարկող ծրագիրն է, որից ինչքան ժամ դիտեցին ձեզ, ինչքան ժամի համար ինչքան եք վճարվում, կարելի է ասել հենց մոնետիզացիայով դուք վճարվում եք։
Դրա համար կա երկրորդ ծրագիր է, ինքնըստինքյան, ես հետո կներկայացնեմ ինչ ծրագիր է այն, Google համակարգի, այսինքն YouTube-ին կից կցոր, ինչպես ասում են, կարգավորումների ծրագիրն է, YouTube Studio, որ գրեք, այնտեղ playlist բաժնում անպայման կբերի, այդ ծրագիրն եք քաշում, կրկին կատարում եք կարգավորումները նույն ալիքի հետ կապված։ Ես երևի թե հետո տեսանյութ տարբերակով այդ աշխատանքները կկատարեմ, որպեսզի դուք տեսնեք այն ինչպես է արվում, ընթացքում ձեզ էլ կօգնեմ, ովքեր կցանկանան լուրջ գործընթաց սկսել, կարելի ասել դառնալ պարտներ գործընկեր YouTube-յան համակարգին, Google-ին, այդ ամենի մասին առավել մանրամասն ես ձեզ կօգնեմ։ Հիմա տեսեք, երկրորդ ծրագիրը ունենալուց հետո այնտեղ ամբողջ կարգավորումները կատարում ենք, մանիպուլյացիան միացնում ենք եւ արդեն պարտադիր տալիս ենք դիմում ընդունվելու, այսինքն մեր հաշվարկը գնալու մանիպուլյացիային միանալու, ունենալ այն ծրագիրը, որով պետք է սկսենք մեր դիտումների համար գումար վաստակել։ Ինչ է այն, իրականում մի փոքր դժվար գործընթաց է, դժվարությամբ եմ կարողացել գլուխ անել, բայց եթե ուշադիր եք, այնտեղ ամբողջ ցանկը ինքը տալիս է, պահանջում է ինչ անեք, ինչ գրեք, ինչ գործողություն կատարեք, հերթականությունը հետևելուց հետո աստիճանաբար ինքներդ կարող եք գրանցվել։ Գրանցվելուց հետո կա եւս AdSense ծրագիր, մի փոքր անունը տարօրինակ է, AdSense, այստեղ նշված է, այսինքն Google AdSense է, կարող եմ այսպես ցույց տալ։ Պետք է կարողանալ գրանցվել Google AdSense ծրագրով, ամբողջ գործընթացը ճիշտ կատարելուց հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, քանի որ Google-ը YouTube համակարգը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներինն է, ձեզ գալիս է ծրարով, ինչպես ինձ մոտ է, այս տարբերակը ինչ է սա, այն կարող է տևել 1 ամիս, 2 ամիս, այլ ավելի երկար, իմ տարբերակում բավականին շուտ է եկել, կան մարդիկ, որ եղել է 1 տարի չի եկել, բավականին ուշացել է, պետք է ուղղակի մի քանի անգամ փորձել, կրկին տալ, հետևել, տեսնենք արդյոք ճիշտ ենք տվել, թե չէ, այսինքն դիմումը պետք է ճիշտ ներկայացնենք, դիմումը ընդունվելուց հետո իրենց կողմից գալիս է սովորական պոչտայով ծրարով այս AdSense-ը, կարելի է ասել մեր դիմումի ընդունման ապացույցը, փաստը, որի մեջ կան կոդեր, ես այն չեմ բացի, քանի որ իմ գաղտնիքն է, իմ կոդերն է, պարզապես այսպես ցույց կտամ, որի մեջ կա կոդ, ես հիմա չեմ թեքի, պետք չէ որ բոլորը տեսնենք այդ կոդերը, երկու տարբերակով է այն եկել ինձ, եւ այս կոդերը արդեն փաստացի մենք պոչտայից ստանում ենք ստորագրությունով, իրական օրինական, որի համար իմ էջում կա տեղադրված շնորհավորանքներ, ուրախություն, ես շատ ուրախացել էի, կարելի ասել շնորհավորանք էին կազմակերպել, որ վերջապես այն ստացա, իրականում չէի հավատում։ Եվ այդ կոդերը մենք գրում ենք մեզ մոտ բացված YouTube Studio-ի AdSense ծրագրում։ Եթե այս ամեն ինչից ինչ ասում եմ, դերևս էլի բան չհասկացաք, այո, մի փոքր դժվար է, բայց պետք է անցնենք այս գործընթացը։ AdSense ծրագրում թղթով եկած, որի մեջ նշված են կոդերը, ինչպես ասացի, գրում ենք, տալիս ենք հաստատում եւ վերջ։ Վերջապես մեզ հաստատում է 1-2 օրում, մի քանի օր մինչև ամենաշատը 1 շաբաթ մենք հաստատված ենք, դառնում ենք գործընկեր, կարելի ասել պայմանագիր Google-ի հետ, դառնում ենք գործընկեր Google-ի հետ եւ մեզ մոտ անմիջապես միանում է մանիպուլյացիան ծրագիրը, որով կարողանում ենք գումարներ աշխատել, որտեղ մենք ունենք տեղ հատված ամեն օր մատով սեղմելով կարողանում ենք բացել ծրագիրը, տեսնենք այդ օրը ինչքան գումար ենք աշխատել, $1, $2, սկզբնականում բնականաբար ցենտ, մի քանի ցենտեր, շատ չնչին-քիչ, աստիճանաբար եւ այսօրվա իրականության մեջ մենք գիտենք, անուններ չտամ կրկին մեր հայ իրականության մեջ, ովքեր կան ինչքան դիտումներով, ինչ գումարներ են աշխատում, իսկ աշխարհի մասշտաբով չափից շատ մեծ գումարներ են աշխատում մարդիկ։ Մեր տարբերակներում կան օրական 100 եւ 100-ից ավել դոլար տարբերակով բնականաբար YouTube-ը, Google համակարգը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, ինքը առաջարկում է դոլարը, բայց այնտեղ կա տարբերակ, որտեղ դուք կարող եք կարգավորել եւ նշել ձեր գումարային տարբերակը կլինի ռուսական ռուբլի, հայկական դրամ, ինչպես կցանկանալ։ Ես թողել եմ դոլար տարբերակը իմ դեպքում։ Ինչպես են կուտակում այդ գումարները, ինչից ենք աշխատում գումար, առաջնահերթ դիտումներից, այո։ Ուրեմն այնտեղ ես ուսումնասիրելուց հետո հասկացա, որ դիտումների տարբերակներ կան առավել շատ, ինչ որ ծրագրի հետ կապված առավել քիչ, բայց հիմնականում այս պայդրությամբ կոնկրետ իմ տարբերակով վճարվում է 1000 դիտումին $1։ Այսինքն այն ռեալ է, ես նայում տեսնում եմ օրական կամ ամսվա կտրվածքով ինչքան դիտումներ եմ ունեցել եւ ըստ դրա, այո, իրական մաքուր կարելի ասել $1 1000 դիտմանը ինձ մոտ առաջանում է։ Եվ դժգոհ չեմ, բավականին գումարներ են կուտակում վերջին ամիսներին, բնականաբար աշխատանքներ շատ են տանում, տեղադրում եմ ինքներդ տեսնում եք, ես վստահ եմ այս տեսանյութը նույնպես շատ դիտելու եք եւ այս տեսանյութը նույնպես ինձ բերելու եկամուտներ։ Մինչ YouTube-յան եկամուտների թեման շարունակելը ձեզ այստեղ ներկայացնեմ, թե ինչպես եմ իմ առաջի ամենամեծ գումարով, որը ստացել եմ YouTube-ից, գնում եմ ոսկու շուկա, ինչպես ինքս ինձ խոստացել էի, առաջի մեծ գումարը ինքս ինձ համար գնեմ ոսկյա շղթա։ Իրականում այն ունի հիմնական պատկեր, պետք է լինի պարտադիր, խաչի եւ Մարիամ Աստվածածնի պատկերով, ինչպես ասում ենք, վարդարան։
ինչ, ինչպես ասում ենք, իմ հալալ զուլալ աշխատած գումարներով YouTube-յան ալիքից գնում եմ այս ոսկյա շղթան, այնուհետև այն պետք է տանեմ օրնելու, աղոթելու եւ մշտապես պետք է լինի ինձ վրա։ Եվ ահա, այս ամենը այն բանի ապացույցն է, որ այո, YouTube-յան ալիքով գումարներ աշխատելու տարբերակը իրական է։ Իսկ ես դες կասեմ, որտեղից են դիտում, ինչպես են դիտում եւ ովքեր են դիտում, այդ եկամուտը կբերի թե ոչ, այստեղ շատ ասելիք կա։ Եկամուտ ստանալու այլ տարբերակներ ինձ մոտ միայն դիտումը չէ։ Այսինքն YouTube-ը ձեզ առաջարկում է մի քանի կետեր, եթե ցանկանում ես միացնել բոլոր կետերը, աշխատել բոլոր հնարավորություններով, թե միայն դիտումներով որոշում ես ինքդ։ Բնականաբար ես միացրել եմ բոլոր կետերը, մնացել են 1-2-ը, որոնք են այդ բոլոր կետերը։ Բացի դիտումներից ինձ մոտ միացված է գովազդ։ Դուք ինքներդ որոշում եք ձեր տեսանյութերի վրա գովազդներ տեղադրվեն, թե ոչ։ Գովազդի տեսակները սկզբում գովազդ, հետո ձեր տեսանյութը, թե ձեր տեսանյութը, հետո վերջում գովազդ, թե ձեր տեսանյութի ընթացքում ներքևում վազող տողեր տարբերակում գովազդներ, այսինքն համաշխարհային, կարելի ասել ճանաչված կազմակերպություններ, ֆիրմաներ, արտադրողներ, գործնական մարդիկ, բիզնես, ինչպես ասում են, կարող են իրենք ընտրել ձեր ալիքը եւ Google համակարգը այդ գովազդները տեղադրի ձեր տեսանյութերին, որի համար այդ կազմակերպություններից գումար է փոխանցվում Google համակարգ, որից վճարում եք դուք։ Այսինքն բացի դիտումները, նաեւ գումար եք վաստակում այդ գովազդների հիմքով, կա նաեւ սուպեր սպոնսորство, ինչը նշանակում դա, այսինքն գլխավոր սուպեր հովանավոր, հա, ինչպես ասում ենք, ինձ դիտում են, հավանում են շատ եւ միանում են ինձ անհատ մարդիկ, ցանկանում են իրենք լինել իմ էջի, իմ ալիքի հովանավորները եւ ամեն դիտումներից, ուղիղ եթերների ժամանակ կամ հետո տեսանյութին հատուկ զնաչոք, հա, ինչ որ նշան կարողանում են ուղարկել, որը գումար է հաշվարկվում եւ այսպես շարունակ, ասելիքը շատ է, դուք այս ամբողջը չեք կարող հասկանալ, երևի թե կթողնեմ երկրորդ կամ երրորդ ծերան նույնպես տարբերակով, որ առավել մանրամասն բացատրեմ ձեզ։ Մնացած կետերից են նաեւ խանութը, մագազին, այնտեղ տալիս է մագազին, դուք ինքներդ կարող եք բացել ձեր խանութը ձեր ալիքում կամ եթե ոչ ձերը, դուք կարող եք ձեզ կցել այլ հանրաճանաչ համաշխարհային խանութների, որոնք նույնպես ձեզ վճարում են, քանի որ իրենց խանութի նշանն է ներկայացնում ձեր տեսանյութերում, կարճ ասած ասելիքը չափից շատ է։ Ինչքան որ դուք հիմա հասկացաք, այսքանը ես ձեզ հիմա ներկայացրեցի, ասելիքները բավականին շատ են, ես կշարունակեմ այն երկրորդ տարբերակով, այսինքն երկրորդ մաս եւ հետո երրորդ մաս, որ ամբողջը կարողանամ ներկայացնել ձեզ, այս թղթի մասին այդ առավել մանրամասն կխոսեմ, կներկայացնեմ։ Իսկ հիմա ինչ հարցեր, ինչ առաջարկներ որ դուք ունենաք, ինչ որ ձեզ հետաքրքրեց կամ ինչ որ անհասկանալի մնաց, կարող եք գրել մեկնաբանություններում առավել մանրամասները ես ձեզ կներկայացնեմ։ Առայժմ այս տեսանյութով այսքանը, սպասեք հաջորդի։ Ես խոստանում եմ, որ ձեզ կօգնեմ, ունենամ նաև on-line դասընթացներ, որպեսզի դուք կարողանաք աստիճանաբար մոտենալ եւ կարգավորել ունենալ ձեր իրական YouTube-յան ալիքը։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդի մաս երկրորդում այս թեմայով։ Հա, մոռացել էի, դե այստեղ էլ օրվա ոճս ցույց տամ, ինչպես եմ հագնվում, քանի որ գնում եմ աշխատանքի, կարճ ասած, ինչպես ասում եք, look, իսկ ես ներկայացնում եմ իմ այսօրվա ոճը, ինչ հագուստներ եմ կրել եւ ինչպես եմ հագնվել։ Դե ինչ, ես գնացի աշխատանքի։